Դերասանուհի Անահիս Սարդարյանը պարբերաբար սոցիալական հարթակներում հանդես է գալիս նոր հայտարարություններով։ Այս անգամ ևս բացառություն չէր։ Անահիսը հայտնել էր, որ զոհված հերոսներից մեկի մայրը օգնության կարիք ունի, նրան վիրահատություն է անհրաժեշտ։ Իմ սիրելի հետևորդներ ջան, մեր զոհված հերոսներից մեկի մայրիկին օգնություն ա պետք։ Մի քանի օրից կատարվելու է նրան գլխի վիրահատություն։ Ֆինանսապես ծանր վիճակում են ներկա պահին։ Ես ուզում եմ, որպեսզի միանանք բոլորս, քարտի տվյալները վերցրել եմ տիկինաննայի, բայց նաև կտամ բոլոր տվյալները, հեռախոսահամար, որ դուք զանգեք, խոսեք, միգուցե կարող է ինչ-որ մեկ ուզում ամբողջությամբ վերցնի բեռը իր վրա, միգուցե, չգիտեմ, փոքր փոխանցումներով եւ այլն, ոնց կարող ենք պիտի օգնենք, որպեսզի մեր հերոսի մայրիկը հանկարծ մի գրամ չնեղվի ու իմանա, որ իր կողքին կանգնած ենք մենք։ Եթե ինչ-որ մեկը ուզում է օգտակար լինել, օգնել, խնդրում եմ ինձ գրեք, ես տվյալները կփոխանցեմ։ Հիշեցնենք, որ Անահիս Սարդարյանը ընդամենը ամիսներ առաջ է հանդես եկել հարցազրույցով, որի ընթացքում խոսել էր մի շարք կարևոր թեմաների մասին։ Զրույցի սկզբում Անահիսը խոսել էր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին ու նշել. «Ինձ ստիպում է այնտեղ լինել իմ արժանապատվությունը իմ երեխայի ապագայի նկատմամբ, վառ ու լուսավոր նկրտումները եւ հավատը Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Պատարակների եմ մասնակցել, Սրբազանի գործունեությանը վաղուց եմ հետեւում։ Կոմֆորտը հիմա չեմ գերադասում հայրենիք ունենալուց։ Երբեք չեմ ողջունել ու չեմ եղել ընդդիմադիրների հավաքներին։ Պահանջը ինքնին քաղաքական է, ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու, իմ պաշտոնը հայն է։ 6 տարի իշխանության եք, ինչի նախկինների ականջները չեք կտրել, որ հիմա էլ չասեք հետևում կանգնած են։ Այն օրը բեմից ես ասացի, որ ինձ համար հայ չեն նրանք, ովքեր մի ամբողջ հրապարակ ժողովրդին անվանում են նարկոբարոն ու կրիմինալ։ Բեմ բարձրանալուց 10 րոպե առաջ տեսնում եմ, որ էկոնոմիկայի նախարարի կինը հանրահավաքի ժողովրդին անվանել է զույգերով անասուններ։ Իմ պայքարը այսօր իմ Մոնթեի ու Լուսեի համար է։ Ես ավել PR-վելու կարիք չունեմ։ Իր խոսքում Անահիսը հատուկ ընդգծել էր, որ իր կարծիքով կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց մասնակցությամբ հեղինակազրկել հանրահավաքը, այդ թվում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հարցին արդյոք իր կարծիքով շարժման հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, Անահիսը պատասխանել էր. «Ես Աստված չեմ, որ հստակ ասեմ, բայց քեզ 101% հավաստիացնում եմ, որ ականջել չէ, ականջի ծայր կտեսնեմ որպես Անահիս, ես հենց այդ րոպեին կանեմ սթորի, ներողություն կխնդրեմ եւ կգնամ։ Մենք հրապարակում ենք նրա համար, որ չթողնենք մեր պատմությունն ու արժանապատվությունը մաքրվի։ Ինձ հետ կապում են Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի աղջկան, չգիտես ինչի Ռոբերտ Քոչարյանին, ԱԺԲ-ին։ 6 տարի առաջ իմ գործակալությունը զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսների SMM-ով։ Ես անձնապես պարոն Ծառուկյանին ճանաչում եմ։ Եթե շարժումը չհաջողի, ինձ համար շատ ցավոտ կլինի, բայց ինձ համար շատ ծանր կլինի, եթե ես սխալված լինեմ Սրբազանին որպես առաջնորդ ընտրելու մեջ։ Դեռ մինչ այսօր ոչ մի վայրկյան չեմ սասանվել իր ընտրության մեջ, ներկա պահին ինքը ինձ համար ճիշտ առաջնորդ է»։ Անահիսը խոսել էր նաև այլ թեմաների, մասնագիտական ընտրության ու ընտանիքի մասին եւ ընդգծել. «Ես թատերական ինստիտուտ ընդունվեցի, որովհետեւ ծնողներս հնարավորություն չունեին, որ ես պարապեի ինչ-որ տեղ ընդունվելու համար։ Հացի խնդիրը այնքան մեծ էր, որ անհնար էր ուղղակի, ես ուզում էի իրավաբան դառնալ։ Հրաշալի ընտանիք եմ ունեցել, ունեմ։ Հայրս ցավոք արդեն չկա, հայրս դպրոցում եւ երաժշտական դպրոցում պահակ է աշխատել, մայրս տնային տնտեսուհի էր։ Թատերականը միակ տեղն էր, որտեղ կարող էի իմ ուժերով ընդունվել։ Այդ ամենը ինձ համար եղել է դպրոց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը ու այսօր պայքարել, որ քո երեխաների կյանքը այդպիսին չլինի»։ Անահիսը պատմել էր նաև ամուսնու բանտարկության շրջանի մասին ու ասել. 2017 թվականն էր, ամուսինս առավոտյան զանգեց, ասաց ինչ որ բան խառն է, ամեն ինչ կլուծվի, հանգիստ կլինես։ Ու մտնում եմ լրահոսը կարդում եմ ու գրված է, որ փնտրվում է իմ ամուսինը։ Ու ես մտածում եմ ինչի համար, բայց հետո ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո երբ Եվրոպական դատարանի կողմից մեր կառավարությանը գալիս է նամակ, որ դուք 3 տարի ոչ մի ապացույց չեք ունեցել մարդուն բանտախցում պահելու, ինձ այդ ժամանակ մեր պատկան մարմինների ամենակարևոր շենքերից մեկում դեմքիս նայելով ղեկավարներից մեկը ասաց. «Ազիզ ջան, գնա կյանքդ վայելի, ինքը պիտի նստի»։ Ուղղակի հանգամանքները այնպես էին ստացվել, որ այդպես էր պետք, որ ուրիշների պատճառով իմ ամուսինը պետք է հայտնվի մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։
Մենք 3 տարի պայքարեցինք, հետո Եվրոպական դատարանի կողմից ստացանք որոշումը, որ իմ ամուսինը ամբողջ 3 տարիների ընթացքում նստել է բանտում անօրեն։ Եղավ ֆինանսական փոխհատուցում 850 եվրո, որը մենք չենք վերցրել։ Դատական գործը ամբողջությամբ չի ավարտվել, ուղղակի Եվրոպական դատարանի պահանջով ինքը դուրս է եկել, որովհետև ուղղակի ծիծաղելի էր դա։ Դուր գալիս հետո բավոն դրա համար ես դու ամեն տեղ դա նկարում։ Թե կարոտում ես դրա համար ես նկարում։ Կարոտում եմ։ Մարիա խուժակ։ Ծեցեն այն օրը բոլորը ասում են, որ դուք շատ սիրուն եք ու Լուսան ձեզ նման է։ Դեմեք ինձ սիրուն կիսուրն է։ Իսկ սա իմ սիրուն կիսուրի ձեռքերով սիրուն պատրաստված շատ համով սոուսն է։ Ոսնե բիզնես անենք ստեղ Հայաստանում։ Անենք, բալես։ Ծեցեն այս ամեն ինչի բիզնեսը անում է Սոչիում, բայց սեն համով Անշարապ։ Տես իրա ուրախություն։ Բրավո ասում։ Վերցի։ Մաքրի ձեռքերդ։ Ձեռքերդ։ Փոքրիկ հայրերն ասել է գնում է մանկապարտեզ։ Ման դու շատ ես սիրում մեր դրոշը։ Ուզում եմ ձեզ մի կարևոր գաղտնիք բացել։ Ինչի համար եմ ես այս ամեն ինչը շարունակում անել ու շարունակելու եմ անել։ Երբ որ ես փոքր բալիկ էի, մեր բակում կար Վիտալիկ Ձեդյան։ Վիտալիկ Ձեդյան հաշմանդամ էր կաստիլներով, 1 ոտքով։ Ու մենք փոքր երեխա մամաներից ու պապաներից թաքուն իրան անվանում էինք Բիվոտանի Սևսատանա։ Մենք չգիտեինք, երեխա էինք, որ ինքը հերոս է, պատերազմի մասնակից է, ու ինքը իր ոտքը տվել է, որ մենք այդ նույն բալիկներս 2 ոտքով կանգնենք այս հողի վրա ու խաղանք, հանգիստ խաղանք, խաղ ապրենք։ Չէինք հասկանում։ Երբ որ ես չափահաս էի, Վիտալիկ Ձեդյան մահացավ, գնացի ցավակցելու ընտանիքին, իր երեխեքից հարցրեցի, թե ինչի կարիք ունեն, պարզվեց, որ շատ բաների կարիք ունեն։ Հարցրեցի, բա ինչքան են ձեզ հիշել, օգնում են։ Գիտեք ինչ ասեցին ինձ, մեզ հիշել են ընդամենը 1 տարի։ Իմ համար դա շատ մեծ ցավ էր։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, երբ որ ես հասկացա, որ իրանց հիշել են 1 տարի։ 2020 թվականի պատերազմից հետո ես ինձ խոսք տվեցի, որ երբեք չեմ մոռանալու այս ամեն ինչը ու փորձել եմ ինչքան հնարավորությունս ների ֆիզիկապես ների ձեր կողքին լինել են մարդիկ, ովքեր որ ընտանիքում ունեք կորուստ։ Ու խնդրում եմ այն մարդկանց, ովքեր շարունակում են ինձ օգնել, գալ այստեղ, բերել նվերներ, բերել, չգիտեմ, սեպտեմբերի 1-ին գրենական պիտույքներ, մի դադարեք օգնել, որտեղ մոռանալով մենք նրանց նորից սպանում ենք, եկեք չսպանենք նրանց, խնդրում եմ։